Ողջույն բոլորին ու բարի գալուստ իմ YouTube-յան community։ Ես այս պահին սպասել եմ շատ երկար, բայց մինչև կպատմեմ դրա մասին, եկեք ծանոթանանք ու սենց հիմա այս մայրամուտի ժամին նստած եմ տանը, գրել եմ սուրճս, ուզում եմ սենց շատ կոմֆորտ միջավայրում ծանոթանանք։ Ես Նանան եմ, Նանայի կիկը Instagram-ից, բայց հայտնվել եմ YouTube-ում, որովհետև YouTube-ը իմ ամենասիրելի պլատֆորմն է, շատ երկար եմ սպասել այն process-ին, երբ այսենց երկար վիդեոներով կարող եմ կիսվել ամեն ինչի մասին, ամեն ինչի, կյանք, դպրոց, աշխատանք, աղջկական ինչ-որ թեմաներ և կամայական թեմա, որով որ օրինակ Instagram-ում ինձ համար Instagram-ը համարվում էր փոքր պլատֆորմ տենց թեմաներից խոսելու մասին և այդ 15 վայրկյանանոց կախվածություն ունեցող կարճ վիդեոներում ես չէի տեղավորվում ու չէր տեղավորվում այն ինֆորմացիան, որը որ ցանկանում էի կիսել ձեզ հետ։ Ես Նանան եմ, 33 տարեկան կլինեմ այս տարի, ունեմ մեկ բալիկ, Այանան, նրանք ովքեր ինձ գիտեն իրական կյանքում, գիտեն ինչքան բազմաֆունկցիոնալ մարդ եմ, խառը առօրյայով միլիոն գործողություններով օրվա ընթացքում, խառը էմոցիաներով և ես միշտ ասում եմ, որ դրանում պատճառն էր իմ խառը կյանքի պատմությունը, խառը բնակավայրերը, որտեղ որ ապրել եմ, եթե հետ գնանք, ծնվել եմ Չեխիայում, Պրագայում, մեծացել Լեհաստանում և արդեն ավելի հասուն ու մեծ դեռահաս տարիքում հայտնվել առաջին անգամ Հայաստանում։ Ընթացքում փոխելով ծայրահեղ տարբեր մշակույթներ, լեզուներ, մարդկանց, երևի ես էլ եմ այդպես խառը ձևավորվել։ Դա է հենց պատճառը, եթե ուղիղ ու կարճ կապը ցույց տամ դեպի Aya Games-ը, իմ պրոդուկտը, որի մասին այս ալիքում ամենաշատն ենք խոսելու, իմ ապագա պրոդուկտը, կապը հենց այդտեղից է գալիս, բազմալեզվությունը, երևի թե իմ ռուսերեն ինչպես կասեն, это мой конек։ Բազմալեզվությունը և պոլիգլոտ դառնալու իմ երազանքը ուղղակի հենց կապ ունի իմ մանկության պատմության հետ։ Ինձ թվում է ծանոթանալ ինձ, իմ կյանքին, գործունեությանը, պլաններին, դժվար կլինի մեկ վլոգում տեղավորվել ու մենք կամաց-կամաց, շատերը ովքեր ինձ չգիտեն, կամաց-կամաց բոլոր էպիզոդներում, այսպես ասած, կծանոթանանք, բայց հենց սկզբում կուզեմ ասել, նշել մի քանի պատճառ ուղղակի, ինչու կարող է հետաքրքրել իմ ալիքը ձեզ կամ թերևս եթե ինձ գիտեք դեռ Instagram-ից, ինչ կգտնեք այստեղ, ինչ չի լինի այնտեղ։ Կարևոր բան իմ մասին իմանալու, ես պաշտում եմ սուրճ։ Ես պաշտում եմ սուրճի հետ կապված ամեն ինչ, արթնանում եմ առավոտյան սուրճի համ զգալու համար, ամեն ինչ սիրում եմ կապված սուրճի հետ, սուրճի տարբեր տեսակներ ուսումնասիրել, սուրճի ապարատներ, կապսուլաներ, ամեն ինչ։ Այս պլատֆորմում խոսելու եմ բոլոր այն թեմաներից իհարկե, որոնք որ նաև կիսվում եմ Instagram-ում, ծնողավարություն, բազմալեզվություն, early childhood learning, այսինքն վաղ տարիքից կրթությունը երեխաների, բայց ոչ թե դրա ինչ-որ, գիտեք, ինչ-որ թեորիաներ, ինչ-որ բանաձևեր, որոնք որ գիտեք այսպես գրքային, այլ հենց ուղիղ իմ փորձից ելնելով այն մեթոդիկան, որը որ ինձ է օգնել առաջինը, կիսվելու եմ այդպես ավելի կյանքի ավելի կենցաղային մեթոդներով, որոնք որ բերել են նրան, որ այսօր Այանան, իմ աղջիկը, որ 7 տարեկան կլինի այս ամիս, շատ փոքր տարիքից բավականին սահուն խոսում է անգլերենով, մի փոքր ավելի թույլ ռուսերենով, իհարկե իր մայրենի լեզուն հայերենը և աշխատում ենք այն տեմպի վրա, որ իր 4-րդ լեզուն ինչ-որ բաներ արդեն գիտի, իսպաներենը լինի։ Այսինքն նրանք ովքեր որ գիտեն Instagram-ից, գիտեն, որ ինչքան փորձում եմ հեշտ ճանապարհներով հասնել դրան ու այսպես ագիտացիա անել մարդկանց, որ կրթությունը բացարձակ առօրյա ռացիոնի մի մասը պետք է լինի, որ դառնա քոնը, լինի հեշտ ընկալելի, իսկ այստեղ արդեն ավելի կյանքի հենց այդ կենցաղային պայմաններում օգտագործվող իմ հենց փորձառությունն եմ կիսելու ձեզ հետ, այնպես որ
մեզ եւ իմ YouTube-յան ալիքին բարի երթ ասենք իրար հետ ու հուսով եմ որ այն կոնտենտը որը այստեղ կստեղծեմ շատ կհավանեք դե մինչ այդ էլ դուք չմոռանաք subscribe-ը անդամակցել երևի հայերեն չմոռանաք subscribe անել notification-ն էլ միացրել եւ նրանք ովքեր ինձ գիտեն ու հետեւում են գուցե հենց Instagram-ում դրա համար հետաքրքրում է այդ բազմաֆունկցիոնալ multitasking մամայի կյանքը ինչպես եմ հասցնում զբաղվել համ իմ հոբիներով համ աշխատել համ այանայով ընտանիքով ճամփորդել եւ այլն լիքը բաներ ու բնականաբար ինչ կա այդ դժվար process-ի այդ կազմակերպման հետևում դրա լավ կողմերը, նաև վատ կողմերը, ինչ են բաց թողում այդ process-ներում, իհարկե որովիցե մեկը իդեալական չի այն գործում, որը որ անում է, վստահ եմ միշտ լինում են ինչ-որ բաներ, որ դու ինքդ բաց ես թողում, ինքդ դրա վրա սովորում ես, անցնում առաջ։ Լոգում կլինի ամեն ինչից մի քիչ, եւ մեր ճամփորդություններից, եւ Այանայի դպրոցական կյանքից, եւ իմ եւ իրա այդ մամա աղջիկ կապից, նաև մեր երկուսի աշխատանքային ուրեմն հատվածներից, որովհետև Այանան էլ իր հերթին կոմերցիոն շատ ու շատ առաջարկներ է ունենում, ծրագրեր եւ այլն, բացի դրանից, այնպես որ ամեն ինչից մի քիչ կգտնեք այստեղ, իսկ հիմա անցնենք տեսնելու, թե ինչ է պատահել մեզ հետ առավոտյան ժամը 8-ն գնում ենք Աբարան։ Բարի լույս։ Բարև Այանը։ Եկել ես սնոուբորդի։ Տեսնեմ։ Դες ես էլ թեյ խմեմ։ Իսկ մենակ հակառակ դնենք, որովհետև պետք է սնոուբորդը հակառակ դնել։ Սպասում ենք դասը սկսի։ Օպա, այսինքն։ Տեսնեմ, ոնց ես բորդը բռնելու։ Այսպես։ Հա, մենք վերև, այսպես։ Դնում ենք ձեռը այսպես, դրա։ Դնում ենք, ու բռնում ենք։ Դե քեզ լավ դաս։ Քեզ էլ։ Գնում ենք արդեն պարապմունքի։ Այսօր Այանայի մարզիչը ռուս է, բայց քանի որ Այանային չոր տեխնիկական բաները անգլերենով ավելի հեշտ է, անգլերենով են դասնանում։ Да, у нее в кармане. Очень жарко. Да, солнце появилось. Քանի որ Այանան գնաց դասի, ես ընթացքում երկու բան պատմեմ snowboard-ի հետ կապված, մեզ շատ օգնեց balance board-ի վրա պրակտիկա անելը, իմ Instagram-ում ունեմ reel դրա հետ կապված, balance board-ը շատ օգնում է երեխաներին, մեծերին էլ եւս, այդ վեստիբուլար համակարգը կարգավորել, հավասարակշռություն պահել, կարողանալ քո քաշը պահել ինքդ քո ոտքերի վրա, քո քաշը այդ բալանսի բերել, այդ լավագույն պրակտիկաներից էր, որ ինքը կարողացավ նաև հիմա բորդի վրա է կարողանում իրան պահել, իր քաշով։ Ու բնականաբար շատ ինչքան շուտ սկսեք, մենք սկսել ենք անցած տարի իրականում, բայց այսինքն Այանան 5.5 տարեկան էր, ինչքան շուտ սկսեք, այնքան ավելի լավ, այսինքն 2-3 տարեկանից երեխան եւ ֆուլ քայլում է, ֆիզիկապես պատրաստ է, միանշանակ Ես օրինակ այսպեսի սկզբունք ունեմ, որ ինչ-որ ամեն եղանակի իրեն տիպիկ սպորտով Այանան տարված լինի, զբաղված լինի, մաքսիմում շատ զբաղվածություն ունենա։ Այս դեպքում ձմռանը սնոուբորդն է, ամռանը նախորդ լողներ, ես համար ուզում եմ մեծ թենիսի տանել, սկսի մեծ թենիսով զբաղվել։ Այդ իհարկե նաև նրա հետ կապված, որ օրինակ սնոուբորդում պապան է, այսինքն Յուրին է ինտեգրված ու միասին ժամանակ անցկացնելու նաև ծնող ու երեխա հարաբերությունների վրա շատ լավ ազդում։ Ամառն էլ թենիսը այս անգամ ինձ հետ կսկսի, չենց ես էլ եմ սկսնակական միջին մակարդակում, բայց դա էլ մեզ համար կլինի սպորտաձև, երեխային մաքսիմում գadgetներից հեռու պահելու համար, եւ իհարկե սպորտը դա լավագույն ներդրումն է մարդու կյանքում անկախ տարիքից։ Այդպես, Մայլերում ավելի սիրեցի բոլոր պայմանները, քան Ծաղկաձորում,
Մայլերում ու ամեն ինչի մակարդակը ավելի լավն է, մարզիչները, իհարկե սնոուբորդի մարզիչները բոլորը ռուսախոս են հիմնականում։ Այդպես գների ու բաների մասին Instagram-ում շատ են պատմել, կարող եք highlights-ում ինձ highlights ունեմ սնոուբորդի հետ կապված այանայի, այնտեղ ավելի մանրամասն խոսել եմ ոնց եք վերցնում վարձույթը, արժեքները ինչքան են եւ այլն։ Այդպես երբ ինձ հարցնում են ոնց չեմ ձանձրանում, որ չեմ քշում snowboard ու գալիս եմ այսքան ժամ այլերում եմ մնում։ Չին տաթև։ Թբիլիսիի ճանապարհին Թբիլիսիի ճանապարհին ապահովագրություններն եմ անում Ինգո Արմենիայով։ Ես էի ուզում ասել, սա գովաշ չի, սա իմ անկեղծ կարծիքն է։ Այս Ինգո Արմենիայում շատ արագ է ստացվում ցանկացած ապահովագրություն անելը, նամանավանդ Ջորջիային է, համել web-ով անելուց դիսկաունտ է տալիս։ Ուրեմն նոր վիդեոյի էդիթանում ու ինձ տեղ մի հատ լարկար պետք էր արագ ես ջնջել մեր Pixar-ի AI object removal-ը, ահա որ արագ է աշխատում ու շատ լավ ու նայեք ամբողջ ընթացքում այս պատի լարը ոչ միտեղ, նայեք էդիթ եմ արել, ոչ միտեղ չկա, շատ սիրուն է remove արել։ Content creation-ի համար մեր Pixar-ի AI tool-երը շատ լավն են։ Cool։ Շատ թույն սեյվ արեց, առանց որակը գցելու։ Այս իմ սիրած կանգառն է Թբիլիսի ճանապարհին, երբ որ հասնում ենք դեբետ համարյա։ Այստեղ Թիֆլիսի ճանապարհին միշտ կանգնում ենք մի հատ այստեղ։ Այս կոֆի, այսպես ասած ինֆո կենտրոնն է, բայց համով կոֆե կա, այսինքն նստելու տեղ կա։ Օգտվելով են առիթից, որ դեռ հյուրին չի հասել հյուրանոց, ռում տուրան եմ ձեր համար, որովհետև առաջի տպավորությունը սենց էր, վաու։ Ու ես նորից եմ ասում, որ Թբիլիսին հոռեկա ոլորտում շատ առաջատար է, վրացիները շատ յուրատուկ ճաշակ ունեն այդ առումով, բայց էլ չեմ տանջում, գնանք տարամ, այս ես հիմա գնացինք, մետ խնդրում եմ, այս ննջարանն է, սենյակը մոտ 40 քառակուսի է, եթե ոչ ավել, սա պարագրաֆ հյուրանոցն է, այս սենց խնդրում եմ, տերասան մի հատ նայեք տեսարանը, պատկացրեք սա ամառը ինձ սիրուն է լինելու։ Մի խոսքով սոֆաբեդը, հեռուստացույցը, գնացինք լոգարան։ Շատ սիրուն է։ Մի հատ խնդրում եմ ես ինձ ճաշակա։ Դետալները բոլոր։ Խնդրում եմ մի հատ լոգանքի վյուն և սա էլ ցնցուղը։ Ես չգիտեմ կարամ ես փոխանցեմ վիդեոյով այս ամբողջը, բայց սա ուղղակի շքեղ է ահավոր և իմ ամենասիրած հատվածը, ես ասեմ, որ բոլոր հոթելներում մինի բարերն եմ պաշտում, որովհետև խնդրում եմ իլի սուրճև, ովքեր ինձ գիտեն, որ իլին իմ տոպ ֆավորիտն է, ամենակարևոր բանը կա էսպրեսոյի բաժակ, էլի իմ սիրտը մտան սրանով, գինու բաժակները պատրաստ են և այլն, այսպես ես կողմից էլ մի հատ սենց ցույց տամ, նորից գալիս ենք նույն տեղը, մի խոսքով, այսենց ես գնացի հանգստանամ, հետո ցույց կտամ նաև բացօթյա լողավազանից մնացածը սպան, ամեն ինչ ընդգրկված է համարի մեջ, մոտ $210 արժե սահմանում է մեկ գիշերը, առանց նախաճաշի, այդպես գնացի վայելեմ, ես են մարդկանցից եմ, որ հյուրանոց մտնելուց հետո վարկյանական պիտի բոլոր իրերս տեղավորեմ, դասավորեմ, սիրուն, լվամ, լվացքանը, այսենց,
հենց մտնում եմ, բոլոր շորերը սիրուն պետք է դասավորեմ, տեղերով կոշիկները դնեմ եւ այլն։ Հետո նոր հիմա սուրճս դրել եմ ու հիմա սուրճ կխմեմ ու ձեզ ցույց կտամ իրանց տաքացվող դրսի բասեյնը։ Այս ներսի բասեյնն է։ Էլի ջուրը շատ տաք է, ջերմաստիճանը շատ հարմար է, հաճելի է լողալու համար։ Այս սենց գնում ենք ու դուրս ենք գալիս դրսի բասեյնը տեսնենք։ Եկել ենք բացօթյա բասեյնը, միակ խնդրում եմ տեսարանը նայեք, ինձ սիրուն է։ Այն կողմ չեմ տանում, որ ուրիշ մարդկանց ամեն դեպքում չնկարեմ։ Գնում ենք ընթրիքի։ Տաք բասեյնից հետո գնում ենք համով ինչ-որ բան ուտենք, խմենք։ Եկել ենք Լոլիտա, իմ ամենասիրելի բառը, ամենասիրելի էսպոլոնը։ Cheers։ Բարի լույս։ Այսօր մարտի 8-ն է։ Համ դնեմ սուրճը, համ ուզում եմ շնորհավորեմ բոլոր հիմա այս վլոգը նայող կանանց, մամաներին, տատիկներին, բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին, որովհետև կին լինելը, մամա լինելը դա ամենաբարդ, բայց ամենաերջանիկ բաներից է, երևի երջանիկ պատասխանատվություններից, կարծում եմ, ու իսկապես կնոջը շատ սիրել է պետք, էներգիա տալ է պետք, որովհետև կարծում եմ, որ կինը իր կյանքում, ընտանիքին, աշխատավայրում, շրջապատում միշտ հոգ տանող, սիրող, կազմակերպող, այն ցենց ատոմային ռումբն է, շնորհավոր բոլորիս տոնը, ուզում եմ երբեք չդադարեք հավատալ ձեր ուժերին, չդադարեք երազել, սիրել ու սիրված լինել, ստեղծագործել, ամեն մեկը իր տեսակով ու իր ոլորտում, այդպես։ Սուրճս դնեմ, գնամ դանդաղ պատրաստվեմ։ Միջայլոց, միջև սուրճս լինի, եկեք ձեզ մի բան ցույց տամ լոգարանում, ինչից կարող եք հասկանալ, ինչ տեսակ տուրիստ եմ ես։ Խնամքը միշտ իմ հետ է, Pilates House-ից նվեր ստացած պայուսակս ինձ համար շատ կարևոր է, ուր որ գնում եմ, ճամփորդում եմ, տան զգացողությունը, կոմֆորտի զգացողությունը միշտ լինի։ Մաշկիս խնամքը, քանի որ մաշկս էլ է շատ չոր մազերից նման, միշտ նույն լինիայից օգտագործում եմ ավեն, սա գովազ չի, սա իմ անկեղծ կարծիքն է, ուրեմն շարքը իմ տելոց ես Թևիտակիստիկը շատ լավն է ավենինը, առանց հոտի ու ավելորդ քիմիկատների։ Այսինքն պայուսակներս միշտ պետք է լինեն, եթե անգամ ես բոլոր քիթերը կան իմ հետ միշտ կա, խնդրում եմ դեղատուփս մի հատ նայեք, ամեն ինչի համար դեղ ունեմ, իհարկե ադվիլ միշտ իմ պայուսակում, սպիրտ անգամ, բոլոր յոդ, ամեն ինչի դեղ 8 բաժանած տեսակների, հա, ասենք, չգիտեմ, ստամոքսաղիքային տրակտի, այստեղ ինչ-որ, չգիտեմ, ականջի ու քթի համար բորբոքվածության դեպքում ցավազրկողներ, հանգստացնողներ, ամեն ինչ։ Այսպես ասած, այս մեջտեղի հոլն է, այնտեղ reception-ներ, շատ սիրուն է, շատ շքեղ է, շատ սիրուն է, ու ամենակարևորը թարմ է ու նոր է։ Այստեղ բառն է, սուրճ, քաղցրավենիք եւ այլն, ու հիմա այսպես ուղիղ գնում ենք լողավազան, բարի լույս, գնում ենք լողավազան, այստեղ փակ լողավազանն է, այնտեղ ջիմնա, aerial yoga կա, եթե չեմ սխալվում, եկեք նայենք, aerial yoga կա, ծուխը դուրս է գալիս, այն էլ բացօթյա լողավազանը ընտիր։ Ինքան իդեալական հանգիստ է, հոթելի օրը արժի, եթե չեմ սխալվում, $220 երկու հոգու համար, առանց նախաճաշի, նախաճաշ չենք վերցրել, որովհետև
Նախ ուզում էի քնել առավոտյան, նախաճաշի համար չարթնանայի եւ քանի որ ֆաստինգ եմ անում, միևնույն է ավելի ուշ եմ ուտում, նոր ցերեկը 1-ից 2-ից հետո եմ ուտում, բայց այս ջուրը այնքան պետք էր ինձ հիմա։ Լողովազանից եկա, պատրաստվեմ ու դուրս գանք դուրս մի քիչ ինչ-որ համով բան ուտելու։ Իմ երևի ամենամեծ խնդիրներից մեկը այդ դանդաղելն է։ Ես հստակ շատ դժվարությամբ եմ իմջելոց այս voice-ի պատճերը վերջն են, խոնավացնող, շատ որակով են, այստեղ կնշեմ Wildberries-ի item number-ը։ Ես տեսակովս շատ շտապող մարդ եմ, միշտ ինչ-որ տեղ եմ շտապում, ամեն ինչ արագ եմ անում, դրանից է երևի նախ, որ շատ հեշտ է։ Դրանից է երևի նախ, որ ինձ համար multitasking-ը, միաժամանակ լիքը բան անելը շատ հեշտ է տրվում, բայց դրանում մեկ-մեկ ես կորցնում եմ պահի զգացողությունը ու մոռանում եմ ապրել այդ պահի մեջ։ Շատ է լինում, որ մենք հանգստանում ենք արդեն, չգիտեմ, ընտանիքով, ես ու ամուսինս եւ այլն, ու ես այդ հանգստի ժամանակ արդեն հանգիստ եմ պլանավորում։ Այսինքն ինձ շատ դժվար է տրվում ուղղակի անջատել ուղեղը ու հանգստանալ։ Իմ ուղեղն աշխատում է 24/7։ Չգիտեմ, եթե դուք ձեզ պատկերացրեցիք այդտեղ, կարա կիսվեք ինձ հետ, որ իմանամ մենակ չեմ։ Դրա համար օրինակ ես շատ ունեմ կարիքը մենակով ժամանակ անցկացնելու։ Օրինակ հիմա եկել ենք հանգստի խմբով, բայց ինձ միշտ պետք է ժամանակ, երբ ես բացարձակ մենակ եմ։ Օրինակ, մենակ գնում եմ նախաճաշի, մենակ սրճելու կամ բոլորը ինչ-որ տեղ են գնացել, ես մնացել եմ սենյակում, չգիտեմ, խնամքով եմ զբաղվում եւ այլն, ինձ պետք է ժամանակ, երբ լուռ է ամեն ինչ, ես մենակ եմ իմ մտքերի, չգիտեմ, թեկուզ երաժշտության հետ եւ այլն, բայց այդ ժամանակ ինձ միշտ պետք է, որ ուղեղումս ամեն ինչ դասավորվի կամ անգամ չմտածեմ որևիցե բանի մասին։ Նրանք բոլոր ովքեր ինձ գիտեն, որ կապ չունի ինչ դերում եմ ես այդ պահին, կլինի դա աշխատող եմ, մենեջեր եմ, մամա եմ, կին եմ, աղջիկ եմ եւ այլն, ես ամեն ինչ անում եմ 200%, այսինքն ես ներդրում եմ էներգիայի, թե ֆիզիկական ուժերի, թե մտավոր եւ այլն 200%, այսինքն ինչ որ մի բան անում եմ դա իդեալական, մաքսիմում, այսինքն իհարկե լիքը բան կարա չստացվի, բայց ես դա փորձում եմ համենայն դեպս անեմ։ Ու այդ պերֆեկցիոնիզմը մեկ-մեկ բերում է իհարկե գերհոգնածության, բըրնաութի եւ այլն։ Դրա համար նույնը Երևանում ես ունեմ օրեր, ինձ շատ ընտանիքիս անդամները եւ այլն մեկ-մեկ որ շատ եմ հոգնում, գիտեն, որ ինձ պետքա ժամանակ հանգիստ անցկացնեմ, դուրս գամ գնամ իմ սիրած սրճարան, Երևանում օրինակ օրեր ունեմ, երբ ես Երևանում տուրիստ եմ։ Ուղղակի ես Երևանում միջալոց այս թերմալ ջուրավենի չոր մաշկի համար իդեալական է այս չոր մասերս։ Երևանում տուրիստ եմ, գնում եմ իմ սիրած սրճարանը, նստում եմ, վայելում եմ քաղաքը ու դանդաղում եմ։ Ինձ մեկ-մեկ պետք է ժամանակ, որտեղ ես դանդաղ եմ անում ամեն ինչ, որ ուղղակի այդ ռիթմս փոխվի, մտքերս հանգստանան։ Քանի մազերս եմ խնամում, ցույց տամ, ուրեմն Moroccan Oil-ի այս յուղն եմ քսում, հիմա դե խնամքս ամբողջովին փոխել եմ, շամպունը, ուրեմն սա է, հենց խոնավացնող, սա ուրեմն conditioner-ն է, որով լվում եմ, սադրում եմ մազերս, նաև ունեմ շատ hydrating, շատ խոնավացնող մասկա, հետո այս յուղն եմ քսում, եւ հիմա մի քիչ յուղը կմնա, դրանից հետո անելու եմ այս մասկան։ Մի քիչ յուղը հենց ներծծվի մազերից մեջ փափկացնի, վերջում անելու եմ այս խուճիչների համար քրիմը։ Շատ գոհ եմ այս խնամքից, արդեն մոտ կլինի 2-3 ամիս այս խնամքով եմ խուճիչներս թարմացնում, մազերս շատ փափկել են, խուճիչներս թարմացել են։ Այդպես։ Всё, գնացի հագնվեմ։ Բարի լույս բոլորին։ Այսօր ուրբաթ է, բայց ես տանն եմ, ինչպես իմ պիժամայից կարող եք հասկանալ, մեր մոտ կամփանիում Global Recharge Day է, այսինքն 3 ամիսը մեկ մեզ կամփանին long weekend է տալիս եւ ուրբաթ շաբաթ կիրակի մենք կարող ենք մնալ տանը, անել մեր գործերը, այն ինչ որ չենք հասցրել եւ իհարկե իրենց նպատակն է անել, որ հանգստանանք։ Ես արդեն այսօր առավոտյան արթնացա, դեմքիս խնամքն արել եմ,
Մի րոպե, այսպես ցույց տամ լաքաներս եւ շատ չորացած շուրթերս։ Այս եղանակին ինձ մոտ առաջինը դուժում է մաշկս, սարսափելի չորային մաշկը։ Դրա մասին մի փոքր ավելի ուշ նաև էլի կխոսենք, որովհետև գիտեմ, որ շատերի մոտ է այդ խնդիրը, ավելի մանրամասն։ Այանան էլ այսօր տանը արդեն ու այսօրվանից արձակուրդայինք մինչև մյուս շաբաթ, այստեղ արդեն հասկացաք, որ Այանայի սենյակում թեթև ու բորկա եմ սկսել մի քանի իրեն պահում, ուղղակի ձմեռային, որ այլևս չի հագնելու։ Այդպես, այսօրվա պլաններում նաև եղունգներիս գնալ, որովհետև վաղը հարսանիք եմ, եղունգներս թարմացնեմ, հետո երգի եմ, Այանայի հետ էլ ճաշի դուրս կգանք իր սիրած բուրգերներն ուտելու։ Ուզում եմ ձեզ նաև ցույց տամ ոնց են պահում Այանայի իրերը, այսենց Wildberries-ից այսենց տոպրակներ են պատվիրել, իմ Telegram-յան ալիքում կա, այսօր ամբողջությամբ կարմիր եմ ես, այսենց իրերում փչում եմ, պահում եմ, շատ հարմար է ու բավականին տեղ է ազատվում դրա համար։ Ցինք վերանը լրիվ, վերցնում եմ Աշեկուլը, ես ես գլխիկն եմ մենակ, բայց ինչ շատ գոհ եմ կարշարի ես մոդելից, դնում եմ այսպես, ես այսպես թեստում, դերի, սո ինքը լրիվ իրա չապը արդեն վերցրեց, կապարի չուր դրեցի, բոլը, հասեմ, և հատատում եմ այսպես կապարի չպակմակ դուր ձարկս կամերան ու տանում ենք տակը շարունակում ենք ուրբաթորը իմ ամենասիրելի սրճարանից այս պահին եկել եմ իմ ամենասիրելի բուրգերն ուտելու ես ինչ խոսք բուրգեր շատ եմ սիրում նամանավանդ միս medium rare steak-ն էլ եմ տենց ուտում սենց թաց շատ լավ չեփած Այդպես հետո եղունգների եմ հիշում եք ու հետո երգի եմ պատրաստվում ենք փառատոնին մեծ երաժշտական ճամբարին էլի որը լինելու է սեպտեմբերին դա էլի ճամբարը 7 օր երաժշտական վերջում համերգով դրան ենք պատրաստվելու ու իհարկե միևնույն է իմ կյանքը առանց ինչ որ հոբի այս պահին ու ինչպես եւ առաջ այնտեղ մի ընթացք կար որ դադար էի տվել երգի ամուսնանալուց հետո Այանայի ծնվելուց հետո մի հատ ընթացք իսկ հիմա արդեն նորից հետ եմ վերադարձել արդեն ուղիղ 2 տարի է իմ ամենասիրելի հոբին ու դա լավագույն որոշումներ այդ երևի են միակ 3 ժամն է մոտավոր ու մեր դասերը 2.5-ից 3 ժամ են տևում երբ որ ես անջատվում եմ աշխարհից այդպես հիմա կճաշենք ու հետո ես կգնամ մնացած գործերով ցես լավ որ Is it tasty? You like it, right? It's so good. Yeah, perfect. And so normal հավո Բարի օր Գործերս վերջացրեցի գրում եմ Blaze շուրթունքների պրոցեդուրայի Հեսրանցով են կարել Իսկ ինքը այսենց կարելի է ցույց տալ Հեսրանցով են կարել խոնավեցում Իսպանական է չէ թե չեմ սխալվում Ապահովում է շուրթերի խորը խոնավեցում ու սիրուն վարդագույն երանգ է տալիս Շատ լավ Առանց ծավալի ու ձևի փոփոխվելը կարևոր է Թույն, մերսի Վերջացրեցինք Հիմա իհարկե շատ այնտենց տպավորություն է ոնց որ ֆիլեր արածելնենք, բայց չէ, ինքը ուղղակի հիմա այդուցված է Իմիջայլոց չգիտեմ ինչքան է երևում այս պահին մոտ 2 ժամ առաջ ենք արել պրոցեդուրան ու աճոկները շատ էին հիմա լավ թեթևացել է ու վաղը արդեն կգա իր սովորական տեսքին ինչպես ասես բժիշկը Իմ տամբակում արդեն դու պարում ես իմ
մտքում վաղուց ու պարում ես, իմ մտքում վաղուց ու ապրում ես, գնալով ինձ ու քեզ դու տանում ես հերու, հերու, տակությունը թող